Օրինակ, եթե Միքայել Սրբազանը կարողանար պատարակ մատուցել դրանով ինչ տեղի կունենար եւ կանանք վերացնել ինչ կարող է թույլ տալ։ Ինչ կարող է թույլ տալ, մենք վստահ ենք, որ ոչ մի բան չի թույլ տա, եւ եթե թույլ տալու լիներ, միջև հիմա ունի այդ հնարավորություն թույլ տալու, այդքան դատանի դալիճում կարող է հանգիստ, օրինակ ինչ են ասում, որ նոր հանցանք կատարի, ընդհանրաբար նույն խոսքերը ասի, որը որ դիտարկեն հանցանք, ինչ նախանգարում որ դատանի դալիճում այդ նույն բանը ասի, այսքան մարդկանց ներկայացան լրատվամիջոցների։ Եթե չի անում, ուրեմն միտք չունի անելու եւ չի անելու։ Դատանը գտա, որ նման որոշում պետք է կայացնի, ամեն դեպքում դատանի որոշումն է, այս բանը այլ բան չկա դառնով անելու, քան շարունակել դատական։ Սարգսյանը ինչ չեն ուզում ազատ արձակեն, փոխել խափանման միջոցը, վերացնել ձեր գնահատականը։ Կարող եմ ասել են ինչ որ դատանը ասի, դատանը գտնա, որ կարող է նոր հանցանք։ Ձեր գնահատականը ինչ ռիսկեր են տեսնում։ Դժվար է արդեն պատկերացնել, թե ինչ ռիսկեր են տեսնում, որտեղ նորից եմ ասում։ Եթե տրամաբանական բացատրությունը նա է, որ նոր հանցանք կատարի, այսինքն մենք գործ ունենք Միքայել Սրբազանի հետ, որին ասում են, որ քո խոսքի համար ենք մեծ հաշվով քեզ մեղադրանք ներկայացել։ Հիմա այդ խոսքը որևէ կերպ չեն կարող բերանը փակել։ Այս բանը ունի այդ հնարավորությունները, այդ որևէ խոսք ասելու։ Այսինքն կարևոր չի, դա ենթադրաբար հանցանքի միջին ինքը չի ուզում, դա ասի չի ասում։ Հիմա դեռ կլինի պատարակի ժամանակ թե դատանի դալիճում մեծ հաշվով ունի այդ հնարավորություն, հետևաբար դժվարանում են պատասխանել այդ հարցը, որովհետև ինչ որ ուզենա անել, կանի, ոչ մի արգելք չունի։ Պատարագի կարող է, չէ՞ մասնակցել ճիշտ։ Կարող են մասնակցել, բայց ոչ անցկացնել։ Սա յուրօրինակ, այսպես ասած, պատիժ չէ Սրբազանի նկատմամբ, որ չի կարող պատարակ մատուցել, խոսքը հնչեցնել։ Իր համար դա միանշանակ ամենաուժեղ պատիժներից մեկն է, Դա երբ որ ինքը գտնում էր քրեակատարական հիմնարկում, հենց առաջին հերթին հենց հոգևոր ծառայության խնդիրներ, որ ամիշտակած բարձրացնում էր նախ պատարակների մասնակցելու հարցը, ուստի մենք դժնորդեցինք, որպեսզի քահանա գա քրեակատարական հիմնարկը այնտեղ ինքը պատարակ մտո մասնակցի պատարակի, հիմա էլ նույն բանն է, այսինքն իր ամբողջ կյանքը նվիրված է հոգևոր ծառայությանը եւ զրկել հոգևոր ծառայությունից դա բավականին լուրջ խնդիր է իր համար եւ ավելի մեծ պատիժ է, քան ազատազրկման մեջ գտնվելը։ Սարգսյան, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ ազդեցություն ունեցել է Ժադանի այսօրվա որոշումը, Բորիսոն ֆիքսել եք թե չէ։ Նիկոլ Փաշինյանը հեգնում էր հավատացյալների Միքայել Սրբազանի աջակիցների այն բողոքը, թե ինչու են մի խոսքի համար Միքայել Սրբազանին ազատությունից զրկել եւ հետո Փաշինյանը շարունակեց, թե բավոր բանակը լսեր ու դե բանակը չէ, տանկերը քշեր, օրինակ չգիտեմ, ժողովրդի վրա բառացի այս բանը չեմ հիշում, այս հայտարարությունը մի քանի օր առաջ է, լավ, վերջին կիրակի կամ շաբաթ օրը։ Սա ձեզ որևէ ազդեցություն ունեցել է այսօրվա դատական նիստում որոշվածի վրա։ Ճիշտ ասած, ես այդ խոսքերը չեմ լսել, չգիտեմ ինչ ասել, ձեր խոսքերի մակարդակում կարող եմ ասել, հետևյալը կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը բացարձակապես իրավունք չունի նման հարցերի քննարկմանը մեջ մտնել, որովհետև եթե խոսում է որ հանցանքի մասին, այդ հանցանքը ոնց որ ինքն է միշտ ասում, որոշում են իրավասու մարմինները։ Իհարկե Հայաստանում այնքան էլ այդպես չի, բայց եթե ասվում է, ուրեմն համարենք, որ քննչական մարմին դատախազությունը դատարան պետք է որոշի, եւ դատարանը դեռևս պետք է գնահատի այստեղ հանցագործություն կա թե չկա։ Հետևաբար որևէ այլ պաշտոնատարանց ինչ էլ ասի, դա ընդհանրապես քաղաքական բնույթի հայտարարություններ են, որոնք որ բնականաբար միշտ էլ ազդեցություն ունենում են տարբեր իրավական կառույցների վրա։ Այս պարագայում ասել, որ վարչապետը կարող է ասել, որ հանցանք է կատարել, որից պնդում են, որ նման որևէ իրավասություն չունի եւ չի կարող նման հայտարարություն անել։